Հաշվի առնելով այս դժվարին օրերը, որ մենք ապրում ենք, բոլոր այն խնդիրները, որ կան մեր եկեղեցուց ներս, Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցուց ներս, հիմա ես խնդրանքով դիմում եմ բոլոր այն հոգևորականներին, որոնք որ մտահոգված են այս իրավիճակով, ում սիրտը ցավում է մեր եկեղեցու համար, մեր հավատացյալների համար, հարգելի հոգևորականներ, ես խնդրում եմ ձեզ, որպեսզի հատկապես այս ծանր օրերը, որ մենք ապրում ենք, այս ծանր օրերին դուք ավելի շատ խոսեք հոգևորից, Աստծուց, գայթակղություններից, դժբախտաբար մեր հավատացյալներից ոչ բոլորն են այսպես ամուր կառչած իրենց հավատքից, իրենց դավանանքից եւ գայթակղություններն էլ շատ մեծ են։ Դժբախտաբար բազում հավատացյալներ լքել են մեր եկեղեցին, փոխել են իրենց դավանանքը, դարձել են աղանդավորներ, գնացել են բողոքական եկեղեցիներ։ Ու հիմա ես խնդրանքով դիմում եմ ձեզ, որպեսզի դուք խոսեք մեր հավատացյալների հետ, սուրբ խորաններից, բոլոր այն հոգևորականները, ովքեր որ շատ ակտիվ են համացանցով, խոսեք մեր հավատացյալների հետ, որպեսզի մեր հավատացյալները ամուր մնան իրենց հավատքի մեջ։ Գիտեք, մեղքից ազատվելու լավագույն միջոցը, երբ տվյալ անձը խոստովանում է իր գործած մեղքերը, զղջում է իր գործած մեղքերի համար եւ իր գործերով ապացուցում է, որ նա զղջացել է իր գործած մեղքերի համար։ Դժբախտաբար կան հոգևորականներ, ովքեր որ իրենց թույլ են տվել անթույլատրելին։ Կան հոգևորականներ, ովքեր որ բարձրաձայնել են խնդիրներ, որոնք առկա են մեր եկեղեցուց ներս։ Ու դժբախտաբար բոլոր այն հոգևորականները, ովքեր որ իշխանություն ունեն, պատժելու բոլոր այն հոգևորականներին, ովքեր որ իրենց թույլ են տվել անթույլատրելին եւ լուծումներ գտնեին բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են մեր եկեղեցուց ներս, փոխարենը նրանք հավատացյալներին փորձել են ստիպել, որպեսզի հավատացյալները իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին իրենք ուզում են։ Այսինքն իրենք անեն ամեն ինչ ցանկանում են, ու մենք ընդունենք նրանց հենց այդպիսին։ Որոշ հոգևորականներ էլ խրախուսում են մեղք գործելը։ Ու այո, դժբախտաբար հայ առաքելական Սուրբ եկեղեցու ոչ բոլոր հավատացյալներն են այսպես ամուր կառչած իրենց հավատքին, ու գայթակղություններն էլ շատ մեծ են։ Բայց ես վստահ եմ, որ մեր եկեղեցում կան սթափ, պարկեշտ հոգևորականներ, ովքեր որ սթափ գլխով տիրապետում են այս իրավիճակին եւ մեզ բոլորիս կարող են այս իրավիճակից հանել, փրկել։ Հետևաբար ես խնդրում եմ մեր հոգևորականներին, որպեսզի խոսեն հավատացյալների հետ, որպեսզի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալները գայթակղության մեջ չընկնեն։ Աստված ուժ կարողություն տա մեր բոլոր այն պարկեշտ հոգևորականներին, ում սիրտը ցավում է մեր եկեղեցու համար։ Եկեք շատ համառոտ անդրադառնամ մի երկու հարցերի, հետո ավելի ուշ մանրամասնորեն պիտի խոսեմ մի շատ կարևոր բանի մասին, ինչի մասին չեն խոսել մինիմում վերջին 30 տարիներին մեր հոգևորականներից որևիցե մեկը։ Առաջինը մի լավ բան եմ նկատել, որ մեր որոշ հոգևորականներից որոշները այլևս չեն փորձում հավատացյալներին հիմարի տեղ դնել, ասելով իբր ընտանիքի խնդիրները չի կարելի բարձրաձայնել, որովհետև այդ նույն հոգևորականներն են հասկացել, որ հավատացյալներն են այդ նույն ընտանիքի անդամներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու անդամներ։ Երկրորդը, հատկապես այս վերջին 1, 2, 3 օրերին նկատել եմ, որ շատ ներողություն արտահայտությանս համար են հին մեռելները սաղացել են։ Համացանցով ակտիվ շահարկվում են եպիսկոպոսների, որոշ եպիսկոպոսների շուրջ ձայնագրություններ, տեսանյութեր, գրառումներ, երբեք չեմ ասել, որ այդ ձայնագրություններն ու այդ գրառումները սուտ են, միշտ էլ դրանց դիմաց պայքարել եմ, այսօր էլ եմ պայքարում, վաղն եմ պայքարելու, բայց այդ նույն այդ շրջանառողները անկեղծ չեն, իրենք մի շատ կարևոր բանի մասին պիտի խոսեն, ինչի մասին լռում են, չեն խոսում։ Այս խնդիրները այսօրվա ու երեկվա խնդիրներ չեն, այս խնդիրները առկա են մեր եկեղեցուց ներս վերջին 30 տարիներին ու բազում անգամներ այս խնդիրները բարձրաձայնվել են
ամենաբարձր մակարդակով։ Ես կարող եմ ձեզ տասնյակ օրինակներ բերել անվանական, թե ում համար ովքեր են եկել եւ այս խնդիրները բարձրաձայնել, բայց փոխարենը, որ այս խնդիրներին լուծումներ գտնեին, մարդիկ խրախուսել են մեղք գործելը, մարդիկ կոծկել են, այդ նույն կուսակրոներին ասել են այ հիմարներ, չէի կարողանում անենց անել, որ պալիտ չլնեիք, իրենց լեզվով ասած, այ է սրա մասին դա, որ պետք է խոսել, ու այո, եթե վաղը որևիցե մի բան պիտի փոխվի, ու այս նույն խնդիրները պիտի մնան, նշանակում է, որ ոչ մի բան էլ չի փոխվել, այ դրա դիմաց է պետք պայքարել։ Ես բազում անգամներ հենց իմ շրջապատից ներս, հենց իմ թեմում խնդիրներ եմ բարձրաձայնել իմ վերադասի հետ, որոնց անմիջապես լուծումներ եմ գտել։ Այդ լուծումները գտնելուց հետո առնվազն ես սրիկա պիտի լինեի, որ այդ խնդիրները հանրայնացնեի, որովհետև ինձ համար իմ նպատակը այդ խնդիրներին լուծումներ գտնելն էր։ Այ դրա մասին մտածեք, ոչ թե ուրախացեք, որ այդ խնդիրները կան ու այս կամ այն եպիսկոպոսներն էլ ունեն այդ նույն խնդիրներից։ Բարի օր ձեզ։ Անցած Կիրակի մեր եկեղեցու բակում տասնյակ հավատացյալներ են մոտիկացել ինձ, մարդիկ մտահոգված են, անհանգիստ։ Խոսել ենք մեր եկեղեցու շուրջ ծառացած այս բոլոր խնդիրներից, ժամերով խոսել ենք։ Բայց ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք այդ հավատացյալներից մեկի խոսակցությանը եւ հատկապես պիտի խնդրեմ, որ հոգեվորականները ուշադիր լինեն։ Խոսել եմ մի կայացած գործարար բարերարի հետ, շատ adekvat մարդու հետ, ասեց, գիտես ինչ կա, ասեց, մեծ հաշվով այս վիճակը ձեռնտու է, ասեց։ Եթե անգամ 5 օր ավել պիտի ձգվի այս վիճակը, ու այդ 5 օրվա մեջ նոր մարդկանց դեմքեր պիտի պատռվեն, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Եթե հոգևորականները չեն կարողանում իրենց հարցերը ներսում լուծել, որպեսզի մենք դրանից տեղյակ չլինենք, ու հոգևորականների դեմքեր են պատռվում, ուրեմն լավ է, այդ դեպքում մենք կճանաչենք այդ հոգևորականներին եւ կհասկանանք, թե ում հետ է կարելի շփվել, իսկ ում հետ ոչ։ Գիտեք, ես իբրև աշխարհիկ այդ մարդու ասացի մեջ տրամաբանություն եմ տեսնում, բայց իբրև ներսի մարդ ինձ համար ամոթ է սա։ Ինձ համար որևէ հոգևորականի վատ արարք դա իմ ամոթն է։ Ու այո, շատ ճիշտ է ասում ես մարդը։ Մեր հոգևորականները, բոլոր այն հոգևորականները, ովքեր որ մտահոգված են, ովքեր որ տեղյակ են այս բոլոր խնդիրներից, այդ մարդիկ պիտի լուծեին այս խնդիրները, որպեսզի հավատացյալները անգամ այս խնդիրների մասին տեղյակ չլինեին։ Բայց դժբախտաբար այս խնդիրները չեն լուծվում։ Հիմա ես չգիտեմ, թե հոգևորականները չեն կարողանում լուծել այս խնդիրները կամ չեն ուզում, բայց փաստը մնում է փաստ, որ չեն լուծում։ Հետևաբար այդ դեպքում հարգելի հոգևորականներ, մի մեղադրեք բոլոր այն հավատացյալներին, ում սիրտը ցավում է մեր ընտանիքի համար, հայ առաքելական սուրբ եկեղեցու համար։ Այնինչ չեք անում դուք, ձեր փոխարեն անում են հավատացյալները։ Բարի օր ձեզ։